Ասորիները Հայաստանի հնագույն ազգային փոքրամասնություններից են և այսօր էլ շարունակում են պահպանել իրենց լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը։ Նրանք համարվում են Հայաստանի երրորդ խոշոր ազգային փոքրամասնությունը եզդիներից և ռուսներից հետո։ Հայաստանում ներկայիս ասորիների նախնիների հիմնական մասը տեղափոխվել է 19-րդ դարի առաջին կեսին ռուս-պարսկական պատերազմներից հետո։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո բազմաթիվ ասորական ընտանիքներ Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից տեղափոխվեցին ռուսական կայսրության տարածք, այդ թվում Հայաստան։ Ասորիներն ընտրեցին հայկական գյուղական բնակավայրերը, որտեղ կարողացան պահպանել իրենց քրիստոնեական հավատքն ու ազգային ավանդույթները։ Հայերն ու ասորիները դարեր շարունակ ունեցել են մշակութային և կրոնական ընդհանրություններ, ինչը նպաստել է խաղաղ համակեցությանը։ Հայաստանի ասորիների հիմնական բնակավայրերն են Վերին Դվին, Դիմիտրով, Արձանի, Նոր Արտագերձ գյուղական համայնքները և Երևանը։ Ամենամեծ ասորական համայնքը գտնվում է Արարատի մարզի Վերին Դվին գյուղում, որտեղ բնակչության մեծ մասը ասորիներ են։ Գյուղը համարվում է Հայաստանի ասորական մշակույթի և լեզվի գլխավոր կենտրոնը։ Հայաստանի ասորիները խոսում են նոր արամեական լեզվի տարբերակներով, որոնք համարվում են հին արամեերենի ժառանգորդներ։ Վերին Դվինում և որոշ այլ համայնքներում դեռևս դասավանդվում են ասորերեն լեզու, գրականություն և պատմություն։ Ասորիները հայտնի են իրենց ազգային երգերով և պարերով, հարուստ բանահյուսությամբ, քրիստոնեական ավանդույթներով, ազգային խոհանոցով, ընտանեկան ամուր արժեքներով։ Հայաստանի ասորիների մեծ մասը քրիստոնյաներ են և պատկանում են ասորական արևելքի եկեղեցուն։ Վերին Դվինում գործում են ասորական եկեղեցիներ, որոնցից ամենահայտնին Սուրբ Թովմա Առաքյալ Մարթումա եկեղեցին է, որի պատմությունը հասնում է 19-րդ դարից։ Հայերն ու ասորիները պատմության ընթացքում հաճախ ունեցել են նման ճակատագրեր։ Երկու ժողովուրդներն էլ ենթարկվել են հալածանքների և ցեղասպանական քաղաքականության Օսմանյան կայսրությունում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բազմաթիվ ասորիներ փրկվել են, ապաստան գտնելով Հայաստանում։ Այսօր ասորիները լիարժեք ներգրաված են Հայաստանի հասարակական կյանքում, միաժամանակ պահպանելով իրենց ինքնությունը, լեզուն և ավանդույթները։ Հայաստանի օրենսդրությունը նրանց հնարավորություն է տալիս ներկայացվածություն ունենալ ազգային փոքրամասնությունների շրջանակում։ Վերին Դվինը հաճախ անվանում են Հայաստանի փոքրիկ Ասորիա, քանի որ այստեղ փողոցներում կարելի է լսել ասորերեն խոսք, տեսնել ազգային ավանդույթների պահպանում և զգալ ասորական մշակույթի կենդանի ներկայությունը։ Հայաստանում բնակվող ասորիներն այսօր զբաղվում են տարբեր ոլորտներով, սակայն ավանդաբար նրանց հիմնական զբաղմունքները եղել են գյուղատնտեսությունն ու այգեգործությունը։ Հիմնականում զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ և գինեգործությամբ, անասնապահությամբ։ Ասորիները մեծ ուշադրություն են դարձնում իրենց լեզվի և մշակույթի պահպանմանը։ Ասորաբնակ գյուղերի դպրոցներում դասավանդվում են ասորերեն լեզու, գրականություն և պատմություն։ Համայնքում գործում են մշակութային կազմակերպություններ, որոնք զբաղվում են ազգային ավանդույթների պահպանմամբ։ Հայաստանի ասորիներից շատերն աշխատում են նաև փոքր և միջին բիզնեսում, առևտրի ոլորտում, պետական կառույցներում, կրթական և մշակութային հաստատություններում։ Ասորական կազմակերպությունները նաև խրախուսում են նոր աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրության զարգացումը։ Ասորիների համայնքային կյանքում կարևոր դեր ունի եկեղեցին։ Շատերը ներգրաված են եկեղեցական, կրթական և բարեգործական գործունեության մեջ, ինչը նպաստում է ազգային ինքնության պահպանմանը։ Եթե այցելեք Վերին Դվին գյուղ, կտեսնեք, որ շատ ընտանիքներ մինչ օրս տանը խոսում են ասորերեն, զբաղվում են հողագործությամբ և միաժամանակ ակտիվորեն մասնակցում Հայաստանի հասարակական կյանքին։ Այսպիսով, նրանք կարողացել են պահպանել իրենց մշակույթը, դառնալով
Հայաստանի բազմազգ ընտանիքի կարևոր մասը։